Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ Հայրենիք կուսակցության քաղաքորդի անդամ Սարգիս Նիազյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Նիազյան, մեր հավերժան թողնելու համար։ Եկեղեցու շուրջ սկսված հակաօրինական, հակաեկեղեցական արշավը շարունակվում է եւ իշխանություններն արդեն հասել են էլի աբսուրդի մեջ էին, բայց սա անպատկերացնելի աբսուրդ է, որ փաստորեն հոգևոր խորհրդի կամ վեհապարի որոշում, որը կարող է կայացել միայն եկեղեցու շրջանակում, այսինքն եկեղեցուց դուրս այդ որոշման վրա հնարավոր չի ազդել, այս իշխանությունները որոշել են դատարանով սրբազան նշանակել, հետ վերանշանակել, Սա ինչի մասին է խոսում, որ տրամաբանությանը գոնե մի քիչ մոտ գործիքները սպառվել են ու իրանք արդեն անցել են բոլոր հնարավոր անտրամաբանական սահմանները, ինչի մասին է խոսում։ Այո, տեսեք, այս իշխանությունը մի քանի անգամ ասել եմ, սահմանադրության բոլոր հոդվածները խախտել է, երևի քրեական ու քաղաքացիական օրենսգրքում հոդված չմնաց, որ մի քանի անգամ բարևանցնեն։ Հիմա իրենք համ վտանգ են տեսնում եկեղեցուց, որովհետև տեսեք, եկեղեցին Հայաստանի եկեղեցին չի, համայն հայության եկեղեցին է։ Հիմա այս իրանց քայլերը ընդհանրապես տրամաբանությունից դուրս են։ Ես տրամաբանություն չեմ գտնում, բացի իրենց իշխանությունը պահելու։ Եկեղեցին ինքն իրավիճական, իր կանոնադրությամբ, ներքին կանոնակարգերով եւ պետությունից անջատ կառույց։ Պետությունից անջատ հոգևոր կառույց է։ Հիմա այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանն է վեհապար, ոչ է դատարանը։ Այդ սրբազանը կարգալույց նաև ճանաչեցին, այդ հարցը ոնց են լուծելու։ Էլի դատարանով, թե ասենք, չգիտեմ, այդ նիկոլական ակտիվիստները, որ իրենց էջերում գրում են բանը, արմանը, մենք չենք ճանաչում, այո, վեհապարի որոշումը։ Սա ապօրինությունների շղթայի շարունակությունն է, սա մեր ազգի խայտառակությունն է, համայն հայության խայտառակությունն է, ու աշխարհում ինչքան թասիբ, նամուս, հավատք ունեցող հայ կա, գլուխները կախեն ման գալիս։ Հիմա տեսեք, շարունակվում է նաև քաղբանտարկյալների, այսպես նկատմամբ քաղբանտարկյալների իրողությունն է, որ մենք ունենք քաղբանտարկյալներ, որոնցից մեկը նաև ձեր կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանն է, երկուսը նաև, ես հենց դրան էի ուզում բերել, որ մենք քաղբանտարկյալ հիմնականում համարում ենք մարդկանց, ովքեր կալանավայրերում են գտնվում, բայց կան նաև տնային կալանքի քաղաքական բանտարկյալներ, որոնց մասով թվում է, թե իրենց վիճակը ավելի հեշտ է, բայց դե մարդիկ տնից դուրս գալու իրավունք չունեն, աշխատելու իրավունք չունեն, ընկերական, հարազատական շրջապատի հետ կապ պահելու իրավունք չունեն, հաճախ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունք չունեն։ Լավ, ինչքան կարելի է սա շարունակվի, թե կարելի է սպասել, որ ընտրությունից առաջ այն ավելի թեժանալու է եւ ավելի շատ մարդիկ կարող են հայտնվել բանտում։ Միանշանակ թեժանալու է իմ կարծիքով, ցանկացած խոսք, տեսեք, այս իշխանությունները ինքը խոսքն է բռնում։ Ինքը խոսքից վտանգ ազգում, ինքը լավ գիտի, որ նույն մեր կուսակցության Խաչիկ Գալստյանը, բացի գաղափարից, բացի ակադեմիական գործունեությամբ զբաղվելուց դոկտոր մարդ է, բացի սերունդ կրթելուց ուրիշ բանով չի զբաղվում։ Բայց դրա խոսքը վախեցրել է այս իշխանությունները։ Այլ նույնիսկ երեք ընկերներով խոսում ենք, ասում Խաչիկը վերջերս գրեց Արցախ վերադարձ լինելու է։ Կարող է դա էլ այդ խոսքել է շատ ազդել։ Բնականաբար բոլոր նորմալ մարդկանց համար Արցախի թեման փակ չի։ Եթե մենք Արցախի թեման փակ համարենք, Հայաստանի թեմանը պետք է փակ համարենք։ Սա շարունակվելու է, բոլորին էլ իմ կարծիքով բռնելու են, ձերբակալելու են, փորձում են վախի մթնոլորտ ստեղծեն, բայց իրենք չգիտեն, չեն պատկերացնում, որ մեր պես մարդիկ, Խաչիկի պես մարդիկ, Արամի պես մարդիկ, մնացյալ մեր քաղաքբանտարկյալների պես մարդիկ գաղափարական մարդիկ են։
Մեր մեջ այդ վախը չկա, ավելի է ուժեղացնում։ Նույն Խաչիկին ավելի է ոգեպնդել այդ ամեն ինչը միշտ բարևներ աղարկում իր աջակիցներին, իր ուսանողներին, իր թիմին, ու ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու, ես գաղափարի զինվոր եմ։ Շատ լավ, տեսեք, ընտրություններ են սպասվում 4 ամիս հետո, եթե արտարդ որևէ գործընթաց տեղի չունենա եւ հիմա ուժերը վերադասավորվում են, իշխանությունները ամենաառաջինն են սկսել նախընտրական քարոզարշավը, 1 տարուց ավել ժամանակ է, որ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ, չնայած նրան, որ ընդհանրապես հայտնի խոսք կա, որ ընտրության հաջորդ օրը ուժերը պատրաստվում են եկող ընտրությանը, բայց դասական իմաստով որ շտաբեր են ձևավորում, բան այս վերջի 1 տարին է, որ իշխանությունները դրա մեջ են։ Հիմա անդիմադիր դաշտում էլ գնում են վերադասավորումներ, օրս խոսեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը, դրանից առաջ Կուսակցության հիմնադրման մասին հայտարարեցին, հիմա փետրվարի 12-ին իրենց վարչապետի տեխնացուի մասին խոսի մեր ձևով շարժումը, ընթանում են այլ գործընթացներ։ Հիմա այս տեսանկյունից ինչ է անում հայրենիք կուսակցությունը, ինչ է անում Արթուր Վանեցյանը։ Մենք որոշակի վերլուծություն ունենք այդ իմաստով, որ օրինակ Վանեցյանը ունի հնարավորություն, ես չգիտեմ, դուք ավելի շատ կասեք, կա նման քննարկում թե ոչ, ունի հնարավորություն դառնալ անդիմադիր երրորդ բևեռի առաջին դեմքը, հաշվի առնելով հանգամանքներ, որոնք նաև հոդվածում նկարագրված են, ինչ է տեղի ունենում, արդյոք մենք կարող ենք տեսնել նման գործընթաց, որտեղ կլինի համախմբում եւ այո, խոշորացում, ոչ թե կուսակցությունների միավորում, այլ դաշինք նախընտրական, եւ կարող է արդյոք նման դաշինքներից մեկի վարչապետի տեխնացուն լինել Արթուր Վանեցյանը։ Տեսեք, Արթուր Վանեցյանը բազմիցս հայտարարել, որ ինքը բաց է բանակցությունների համար։ Իսկ մենք չենք տառապում, մենք ենք ու վերջ խոսույթով։ Բաց է Արթուր Վանեցյանը հայրենիք կուսակցությանը բանակցությունների համար, բայց դա պետք է լինի ռացիոնալ դաշտում։ Մենք արդեն գոյություն ունեցող Ինչ ասել է ռացիոնալ դաշտը, բացեք։ Տեսեք, հայրենիք կուսակցությունը շուրջ 50 գրասենյակներ արդեն ունի։ Հազարներով համակիրներ ունի, հանձնաժողովի անդամներ ունի, 2000-ից ավել, գիտեք, ընտրատեղամասերում ունենք, բավականին լուրջ աշխատանք է տարել, հիմա եթե մի հոգանոց կուսակցություն գա առանց որևիցե բանի մեծ ամբիցիաներով, դա արդեն նորմալ չի դաշինք ձևավորելու առումով, բայց եթե կան միավորներ, որոնք կրկին ստեղծել են թե գերասենյակային պայմաններ, թե ակտիվ ունեն լուրջ, թե իրանք քաղաքական հանրային կյանքում իրենց խոսքը անցնում է, բնականաբար դա քննարկելի է։ Եվ այդ էջը Արթուր Վանեցյանի եւ հայրենիք կուսակցության համար բաց է։ Եվ մի բան էլ հաշվի առնենք, որ ըստ իս ամենաազնիվը անդիմադիր դաշտում Արթուր Վանեցյանը, որովհետեւ ինքը միակն է, որ հայտարարել է, մենք չենք գնում ֆրակցիա ձևավորելու։ Մյուսներից ես չեմ լսել։ Այսինքն եթե մյուսները պետք է գնան Ինչ է նշանակում մենք չենք գնում ֆրակցիա ձևավորելու։ Այսինքն մենք չենք գնում Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու։ Մենք գնում ենք Նիկոլին հեռացնելու։ Եթե մենք գնանք մի քանի պատգամավոր պետք է ունենանք, մենք դրանից հրաժարվում ենք։ Ես ձեր մոտ պաշտոնապես հայտարարում եմ, որ Արթուր Վանեցյանը հայտարարել է մի քանի անգամ, ասենք ես որ պատգամավոր դառնամ, ես չեմ գնալու Նիկոլի մոտ պատգամավոր աշխատեմ։ Իմաստը ո՞րն է այս պայքարի։ Եթե նույն բանը պետք է լինի։ Այն անգամ անդիմադիրներ մտան ազգային ժողով շատ մեծ բանով, էլի աժոտաժով, մենք եկել ենք, մենք իսկական անդիմադիր ենք, այդ թվում նաև պարոն Վանեցյանը պատիվ ունեմով, բայց տենց հայտարարությունները բնականաբար չարվեցին, մեծ ֆրակցիան ասես, մեզ Ալիևը կտեստի, բայց Արցախ կորցրեցինք, Հայաստանի տարածքները օկուպացրեցին եւ այդ մարդիկ էլի աշխատում են։ Էլի Արթուր Վանեցյանը հրաժարվեց այդ բանը, հիմա որ գնանք նույն բանը լինի, ասենք լավ, մեր ձևով նա Հայաստան դաշինք դա մեծ ֆրակցիաների մասն է, մենք ենք գնում, թող էլի ուրիշ ուժեր, գնանք նույն կերպ աշխատենք, իմաստը ո՞րն է։ Շատ լավ, բայց հիմա կա քննարկումներ, կուսակցությունը ինչ որ նորություններ ունի այդ իմաստը, որովհետև փետրվարը ի վերջո այն ժամանակահատվածն է, երբ որ պիտի խաղաքարտերը բացվեն, կոպիտ ասած, ով ում հետ է գնում, ինչ մոտեցմամբ, ինչ ծրագրով։ Քննարկումներ միշտ կան, միշտ լինում են, եղել են եւ կլինեն, բայց այս փուլում կոնկրետ որևիցե հայտարարություն։ Եթե անգամ չեք կարող անուն տալ, ասենք կուսակցական բանից ելնելով, կան ուժեր, որոնց հետ դիտարկում կա, որ իրանց հետ հնարավոր է
հավանական դաշինք։ Բոլոր ուժերի հետ բացառությամբ Պռո Նիկոլական, իսկ Արամ Զավենիչի հետ ընդդիմադիր համարելը դա մինիմում անլրջություն, անադեկվատություն է։ Բոլոր առողջ ուժերի հետ, որոնք ազնիվ ցանկություն ունեն իշխանափոխություն իրականացնելու, այս փուլում հիմա ընտրական գործընթացներն են, այս փուլում առավել բան չկա, արտախորհրդանական ոչ ընտրության ֆորմատի ոչ մի զարգացում չկա։ Այս փուլում բոլորը դիտարկում են ընտրությունները, ճիշտ է։ Կար իմպիչմենթի գործընթաց, որը մարեց, հիմա չկա ոչ մի գործընթաց չկա։ Այսինքն եթե իրենց ընդդիմադիր համարող իրոք պայքարող կլինեն անհատներ, կլինեն կուսակցություններ, երբ որ փոքրն ուզում են խոշորանան, ձայն չփոշիացվի, այսպես ասած, իհարկե քննարկման Արտուր Վանեցյանը եւ Հայրենի կուսակցությունը բաց ենք, պատրաստ ենք։ Այդ էջը փակ չի, այսինքն բոլորը հետ է, բայց էլի եմ կրկնում ռացիոնալ դաշտում։ Շատերը կամ ոմանք կարծում են, որ իշխանությունները անհրաժեշտության պարագայում այսպես հետ չեն կանգնում նաև ընտրություններ կեղծելուց, մանիպուլյացիաներից, հա։ Հիմա արդեն ներում է վարչական ռեսուրսի գերօգտագործման, հա, հանգամանքը։ Եթե իրականում ենթադրենք հասարակությունը դեմ է քվեարկում, բայց իրենք ինչ-որ մանիպուլյացիաներով, կեղծիքներով փորձում են պահել իշխանությունը։ Ձեր գնահատմամբ ինչ պիտի անի ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը եւ ոչ միայն, ասենք, Հայրենի կուսակցությունը։ Տեսեք, հարգելի Բորիս, հիմա իմ տեսանկյունից եմ ասում, հենց հիմա արդեն կեղծիքներ կան։ Ես այս քաղբանտակյալների առկայությունը, այդ ֆինանսական միջոցները, տեսեք 3.5 միլիարդ չէ, շուրջ պրեմիա տվեցին։ Դա իր թիմին է տվել, չէ՞, մենք բոլորս ես էլ դուք էլ գիտենք, որ այդ նույն մարդիկ են գնում եւ Գյումրիում էին ընտրություն գնում անելու նախարարներից բռնած մարզպետերից վերջացած եւ Էշպիաստում այդ մարդիկ են ընտրություն։ Հիմա հանել է իր այդ մարդկանց $10 միլիոն փող է տալիս։ Բայց ես որպես կուսակցական քաղաքական գործիչ, որ ինձ մոտ ինչ-որ գումարի շարժ տեսնեն, չէ, կասեն, օ, դա պիտի վերահսկվի։ Այդ ինչ մի 100,000 դրամ կամ 10,000 դրամ, ճիշտ է խոսենք, էլի։ Կամ Բորիսը որպես ընդդիմադիր վերլուծող լրատվականի ղեկավար, նա թվում է տեսնենք այդ որտեղից այդ գումարը բան, չէ, բայց ինքը անը 10 միլիոն բաժանել է։ Նույն այդ պոակին 40 միլիոն էլ պատրաստ են բաժանել, ըստ որոշ լուրերի։ Դոլար, շատ ավելի կարող է, շատ ավելի դրամի հետ գործ շատ ավելի էլ որից չեն կարող է բաժանել, ինքը ամենահարուստ մարդկանցից մեկն է հիմա ըստիս իր շուրջ այդ եւ օլիգարխներ կան, եւ գործարարներ կան, կեսը վախից, կեսը ավելի շատ ընդլայնելու իրենց գործունեությունը, ինքը ամենահարուստ կուսակցությունն է, բանն է, քաղաքական միավորն է, կներեք արտահայտությանս համար Դուբինկեն ձեռը ոնց էլ ուզենա կծախսի, հանեց, էլի կներեք արտահայտությունս, ապաչկյարը 10 միլիոն ես հələ վերցրեք 5 ամիս առաջ, ես էլի կծախսեմ, բայց մնացածը չպետք է ծախսեն, այդ կայակալածներ են հայտարարություններ անում մոլդովական սցենարներ։ Ասում են հիբրիդային պատերազմ է գնում Հայաստանում։ Հիմա տեսեք, ես ձեզ մի հատ պատմություն պատմեմ, մարդկային պատմություն, ես այդ ժամանակ իրոք զգացել եմ հիբրիդային պատերազմը որն է։ Այս համար գյուղի անունը չեմ տա, մեր հեռավոր գյուղերից մեկում էի, շատ աղքատ գյուղ էր, շատ աղքատ, իրական պատմություն եմ պատմում, գյուղի քյոխվեք կան, էլի տարիքով մարդ, որ ասենք ոչ ձաբար, նստած հաց ենք կիսում, բան այս մարդիկ քաղաքականությունից որ խոսում էին, ինձ նայում էին, ես բնականաբար ընդդիմադիր արգումենտներ էի բերում, ինձ նայում էին ոնց որ թուրքի։ Ես զարմանում եմ, ասում եմ, այդ խի է, էլի, ինչ անում, ասենք հիմիկվա ղեկավարությունը, դուք էլ այսքան աղքատության մեջ, էլի, որ դուք այս քննադատության այդպես եք նայում։ Դու լավ տղա ես, հետո կասես, ես քեզ մի հատ գաղթի բան ցույց կտամ։ Ասում եմ, լավ ես, մարդը 70 տարեկան մարդ, երբ մի բան գիտի։ Ինչ պետք է ցույց տա։ Որ շատ գլուխները չտանեմ, այսպես ասեմ, վերջում օրվա վերջ արի ես քեզ ցույց տամ։ Տարավ տուն մի հատ 5 Samsung հեռախոս ուներ, սենսորնի երևի խոպանից երեխեք դեին ուղարկել, որը մի հատ վիդեո է քաշած, այն հիմար նկարներով որ կա Նիկոլը մի ձեռով Ալիևին ու Էրդողանին է բռնել, այն մի ձեռով Սպուտինին է չրփում ու գրած տեսեք թե Անկարան եւ Ստամբուլը ներսից ինչպես է պայթեցնելու Նիկոլը։ Եվ մի հատ սկրինշոտ էր մոտը, որ
Նիկոլ Ակաշներից բռնած հիմա կտանի այս կողմ եք։ Այդ երկու վիդեոն իրանք գյուղով երևի կողքի գյուղով բան նայում են, ու մենք խանգարում ենք, էլի որ ինքը պայթեցնի Անկարան ու բան։ Իրանք երևի այդ մարդիկ չեն պատկերացնում, մենք ինչ ենք կորցնել ու ինչ ենք կորցնելու։ Ես այդ ժամանակ զգացի իրոք հիբրիդային պատերազմը որն է։ Դա է հիբրիդային պատերազմ։ Այն տիպի են մարդկանց այդ կեղծ ֆեյք լուրերով համոզել, որ դու իրական Նիկոլ Փաշինյանի էջը, որ իրաց ցույց տաս, չեն հավատա, ասեն ես դու հիբրիդային պատերազմ ես վարում։ Չի կարա մեր հզոր վարչապետը տես բան անի։ Ես այդպիսի մի իրավիճակ հիշում եմ 2018-ին, ուրեմն հիշում եք անդադ լրատվամիջոցների ցանկ էր տարածում, թե այս լրատվամիջոցները Քոչարյանը առել է։ Հա։ Մենք էլ մի այդպիսի ցանկ էինք սարքել, որտեղ ներառել ենք Հայկական ժամանակը, Արարատ Նյուզը, մի խոսքով իշխանական մեդիաները, եւ մի քանի 100,000 մարդ դրան հավատացել էր, որ այսինքն անգամ Հայկական ժամանակը առած է։ Առած է։ Սա հասկանալի է, տեղեկատվական քարոզչական միջոցներ են, որոնք գործածվում են ժողովրդի դեմ, բայց այս առումով պետք է ինդիմությունն էլ իր աշխատանք անի, այսինքն գնա մարդկանց հետ աշխատի, ցույց տա մեդիայում ակտիվությունը լինի։ Ես որպես լրագրող կարող եմ արձանագրել, որ ընդդիմությունը տասնապատիկ ավելի պակաս մեդիա առիթներ է տալիս, լրագրողներին հնարավորություն է տալիս իրենց մասին խոսելու, լուսաբանելու, քան իշխանությունը։ Դիցուք պատկերացրեք, վերջին 1-2 ամսվա ընթացքում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որ ասենք այլ ընդդիմության պարագայում, սա միայն ձեզ չի վերաբերում, ընդհանուր ընդդիմադիր դաշտում, այլ ընդդիմության պարագայում մենք կտեսնեինք պիկետներ, երթեր, բողոքի հայտարարություններ, ինչ-որ գործողություններ, բողոքի սահմանադրական գործողություններ, ոչ հակասահմանադրական։ Եվ այդ ամեն ինչը կլիներ մեդիա առիթ։ Եվ ես բերեմ օրինակ մի քանի օրինակ։ Թոշակառուների վերաբերյալ իր հայտարարությունը, թոշակների վերաբերյալ նախկին ՀԿ-ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանին տրված 70 միլիոն դոլարի մաքսային արտոնությունը, մաքսատուրքերից ազատման որոշումները, Հական Ֆիդանի հայտարարությունը, գույքահարկի վերաբերյալ հայտարարությունները, բայց այս բոլոր այս սուպեր քարոզչական նվերները, որ ինքը արել է ընդդիմությունը մեծ իմաստով չի օգտագործել։ Այսինքն դա այն կարգի պահանջարկ ունեցող թեմաներ էին քննարկելու տեսանկյունից, որ ասենք, օրինակ ես իմ սոցիալական էջերի ակտիվության տեսանկյունից գնահատեմ, միայն իմ էջի տեսանկյունից, ասենք մի թեմայի վերաբերյալ եղել է, ասենք մի քանի 100,000 դիտում, արձագանք, բան։ Դուք պատկերացրեք, եթե օպոզիցիոն ընդդիմադիր ուժերը գործնականում աշխատանք տանեին, ասենք փողոցում, քայլերթ, պիկետ, ինչու սա չի արվում։ Այս առիթներ ինչի չի օգտագործվում։ Տեսեք, ընդդիմության մեջ էլ շատ մեծ անջրպետ կա, տարանջատում կա, այնքան մեկը մյուսին հարված է, նույն այդ պիկետների ժամանակ մեկ էլ այդ գնանք ինչ անենք, որ այդ պիկետին, էլի մարդկանց հոգնածում են, էլի մարդկանց խոսքս մեդիա առիթների մասին չէ, դուք ստեղծել մեդիա առիթներով պասիվություն որոշակի կա, բայց ես համաձայն չեմ, որ այդքան պասիվ են։ Մենք էլ մեր կողմից էլի հարցազրույցներով, էլի ձեր ասած գրառումներով, էլի փորձում ենք, ամեն ինչ անում ենք, բայց այս անջրպետ է կա ընդդիմության մեջ։ Իհարկե ոչ կոնկրետ մեր մեղքով կամ մյուսի անջրպետ կա, մեկը մյուսին չի սիրում։ Եվ դա էլ կարող լինի պատճառը, որովհետև մի հատ հանրահավաք է լինում կամ մի հատ միջոցառում է լինում, մյուս օրը սկսում են իրար խփել։ Դուք տարակ բռնել տվեցիք, բան ասես, եղբայր դու քո համար ես անում, դու ոչ մեկի համար ոչ մի բան չես անում։ Ոչ մեկին է մենք բռնել չենք տալի, եթե դու ուզում ես լավ երկիր ունենաս, դու պետք է քեզ նեղություն տաս։ Դու նույնիսկ քեզ նեղություն չես տալի, գնաս Կիրակի օրով 10-20 րոպե ժամանակ օգտագործես, այդ ընտրությանը բան անես, մասնակցես։ Հիմա էլ նոր բան թեզ են շրջանառել, թե բա մեկը Նիկոլը անցնում, ո՞նց անցնում է, Նիկոլը չի անցնելու։ Հիմա այդ վերջին հարցը հենց դրա մասին է, այս պահի եղած տվյալները հաշվի առնելով, ինչ հնարավորություն ունի հավաքական ընդդիմությունը եւ ինչ հնարավորություն Նիկոլ Փաշինյանի իշխանություն, դե սատելիտների մասին չեմ խոսում, գրեթե կենսունակ ուժ չկա, այդ համար իր մասին։ Սա եւ ամփոփենք զրույցը, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանը բացի իշխանական լծակներից մեկ էլ մի քանի հոգեբանորեն մի որոշ հոգեբանորեն շեղված զանգվածից շանս ըստիս չունի, որովհետեւ տեսեք Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը սոցիալականի մասին էր։
Մարդիկ դուրս էին եկել անարդարության դեմ, ասում են սոցիալական խնդիրներ, մյուս Նիկոլ Փաշինյանը լավ մանիպուլացրեց այդ ամեն ինչը։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ Արցախի մասին չեն խոսում, չեն մտածում, վտանգները իրանց գլխին կախված չեն տեսնում, սպառող են, այդ մարդկանց գրպանն է մտել Նիկոլ Փաշինյանը։ Նույն գույքահարկի թանկացմամբ, նույն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմամբ, նույն լավ նշեցիք այդ թոշակառուների վերաբերյալ 10,000 տամ ինչ անի թոշակառուն, դա էլ ինչ-որ մի հատ բլեֆ արեցին, որ թոշակ իբր չենք թանկացնում, բան ենք, պարտադիր ապահովագրական ենք բերում, մենք կառավարենք այդ մարդկանց թոշակը։ Այսինքն մարդու թոշակը, որ ինքը պետք է բարձրացնի, գույքահարկ, չգիտեմ, աղբը սարքեցին քառակուսի մետրով, լավ, ես 3 երեխա ունեմ, կնոջս հետ մեծ ընտանիք է, նորմալ է, որ ես այդքան գումար տամ, բայց թոշակառու կինք ամուսինը մահացած քառակուսի մետրով աղբի վճարը։ Պետք է իմ չափ ինքը վճարի, էլի։ Դա երկրքին նայեք 1200% շուրջ գույքարկը բարձրացրել էին ինչ եկել։ Մի հատ էլ 100% էլի բարձրացրեց 2000%-ից ավել։ Մարդ, այսինքն չի կարողանում ապրել 22-23% աղքատությունը 3 միլիոնանոց դե 700,000 մարդ քաղցած է քնում։ Դա պատկերացնում եք ինչ այն միջին ապրողը դե դուք էլ եք այս երկրում ապրում եք, մենք էլ օդից չենք իջնում։ Միջին ապրողը չի հասցնում։ Այն տիպի մարդկանց գրպանը մտել, որ չի հասցնում։ Սենց առաջին անհրաժեշտության ապրանքների այդ գնաճներից, որ չեն կարող կառավարեն ռիսկերը, վերջացած գույքահարկից, պլյուս մարդ հոգնած, որ պետք է գա այդքան բեռը պետությունը դրել է մարդու վզին, մի հատ է մտածի պարտադիր ապահովագրականի մասին, մի հատ էլ առավոտյան արտանա տեսնի հոգևորականների են էլի կալանավորել։ Այսինքն դուք կարծում եք, որ ընդդիմության շանսերն ավելի մեծ են։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգը այս բան ամենամեծն է, նույն այդ իմ նշած սոցիալական խնդիրներով, եւ ճիշտ աշխատելու դեպքում բնականաբար սահմանադրական ճանապարհով հնարավոր է շանսերը բարձր եմ գնահատում այս իշխանությանը ճանապարհել եւ երկիրը դնել բնականոն։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես Նիազյան, հետաքրքիր զրույցի համար, ես չեմ զրուցում Հայրենիք կուսակցության քաղաքորդի անդամ Սարգիս Նիազյանի հետ, տեսություն կհանդիպենք։